Շնորհակալ ենք դերոճմե մեզի հավաքեց շաբաթ մի եւս անցուց մեր վրայեն շատերը սկսան եւ չհասան այս շաբաթվան որը իրեն սանկիստը մտան դերոճը խոսքեն պիտի գարտամ 67-րդ սամոս շնորհակալության սամոս մահարաստված 734-րդ էջն է սամոս 67-ը Աստված թող ողորմի մեզի ու օրհնե մեզ Երեսը թող փայլեցնե մեր վրա սելա, որբեսի երկրի վրա կուջամփած ճանցվի ու բոլոր ասկերում մեջ կփրկությունը։ Թող ժողովուրդները քեզ կովեն ով Աստված։ Բոլոր ժողովուրդները թող քեզ կովեն, ասկերը թող ուրախանան ու ցնծան, վասնզի ժողովուրդները ուղղությունով պիտի թադես ու երկրի ասկերը տուն պիտի առաջնորդես։ Թող ժողովուրդները քեզ կովեն ով Աստված, բոլոր ժողովուրդները թող քեզ կովեն Երգիր իր բդուղ պիտի դա, ու Աստված մեր Աստվածը մեզ պիտի օրհնե, Աստված մեզ պիտի օրհնե ու երկրի բոլոր ծառերը անգե պիտի վախտնան։ Ու երկրի բոլոր ծայրերը անգե պիտի վախտնան, ծառերը չէ։ Ծայրերը։ Աղոթենք։ Շնորհակալ ենք Հայր այս օրհնյալ բահուն համար, որ դու մեզի շնորհեցիր այսօր։ Ես մեկը խնդրենք որ քո Աստվածային իմաստությունով Կուզորությունով քո Սուրբ ոգիով առաջնորդեմ մեզ ամեն մեկը քո փառքիդ համար վկայելու, խոսելու, քարոզելու քո խոսքը ինչպես որ առաքյալները քարոզեցին եւ մեզի հասավ մենք ալ պիտի քարոզենք կուզորությունով որ մարդիկ ճանչնան քեզ ինչպես Սամոս 67 վերավ Հիսուսի անունով խնդրեցի այս մեկը ամեն Հիսուս աշխարհի վրա եղած ադեն Շնորհքի մասին բամը չխոսեցավ, որովհետև ինքը արդեն շնորհքին մարմնացումն էր մեզի համար։ Ինքը շնորհք մներ, որ աշխարհ եկավ եւ իր շնորհքովը, աշխարհ կալուն շնորհքովը, իր շնորհքովը բոլոր մարդկությունը փրկություն ստացավ խաչին վրա տապած արյունով։ Ոևէ մեկը իր ըրած ծառայությունով, իր ըրած լավ գործերով չի գրնար փրկվել։ Եվ միայն կփրկվի Հիսուս Քրիստոսի արյունովը, որ խաչին վրա թափեցավ, որովհետև իր շնորհքովն է, որ աշխարհ եկավ, որբեսի մեզ իր շնորհքին մեջ առնելով փրկություն տա մեզի։ Եվ բոլոր աշխարհի մարդկության համար է ոյ մեկ խտրություն չի թրավ։ Բայց Հիսուս խոսեցավ զիրար սիրելու մասին, ողորմության մասին, ապաշխարության մասին, սրբության մասին։ Ասոնք իրեն կյանքին մեկ մասն էր, որ ուզեց բաժնեցնել մեզ ամեն մեկուն հետ։ Սեր իր կյանքին մեկ մասն էր, որտեղ երկինքի թակավորություն զգեց եւ աշխարհ եկավ իր սիրուն համար, որ մեզի հանդեպ ուներ։ Այն ինք ողորմություն ուներ մեզի հասցնելու, որ մեր ասկյանքին իր ողորմությունով կա եւ օգնե որ կարողանանք մենք փրկություն ստանալ եւ քալել իր ճշմարտության մեջ իր ողորմությունով ապաշխարությունը շնորհք մտավ մեզի որ կարողանանք այս ապաշխարությունը ունենալ իր խաչին վրա տապած արյունով որ կարողանանք երկնային տակավորության մեջ ժառանգություն ունենալ սրբությունը սորվեցուց եւ փասադրեց սրբության մասին որ կարողանանք իր խոսքերը իսկապես կատարել մեր կյանքին ընթացքին ամենական մեր կյանքին մեկ մասը ունենք այս աշխարհի վրա ապրած ադենից մի քանի օրինակներ որոնք շնորհքի տակ ինգան անոնք որոնք շնորհքով Աներ ջամփաներեն անցան եւ շնորհքով ողջ մնացին հետեւյալներն են Առաջին Նոյ շնորհք ունեցավ բոլոր աշխարհի փչացում են վերջ ինքը ողջ մնալու Աստծո գոմանե շնորհք եղավ Նոյին քանի որ Նոյ Աստծո հետ կալեց ուրեմն Աստված շնորհեց իրեն որ կյանքը շարունակի այս աշխարհի վրա մինչ աշխարհի վրա եղած բոլոր մարդկությունը փչացավ Դանիել թադաբարդվեցավ արույցներուն կուպնեդվելու որովհետև կփարավորեր իր Աստվածը իր բադոհանը փանալով եւ չվախցավ տակավորին հրահանգներեն եւ կամ աստարարություններեն
Եվ անոր համար իրեն թադաբարդվեցավ, որ արուզներուն կուպը նետվի, եւ Աստված շնորհ կրավ, եւ այդ արուզներուն պերանը կոծեց, որբեսի Դանիելը ողջ մնա այդ կուպին մեջ։ Դանիել շնորհքով ողջ մնաց, Աստծո շնորհքով ողջ մնաց, եւ լույս մի եղավ բոլոր մարդկության այնադեն։ Սետրակ, Միսակ, Աբեդնագով ոսկի արսանին երկրպագություն չնելուն համար որոշվեցավ իրենց մահկանացուն գնկել գրագի հնոցին մեջ։ Բռնեցին, գավեցին, որբեսի նետեն գրագին մեջ, անոնք որոնք գավեցին եւ գրագի մեջ դնեին իրենք, անոնք մեռան։ Բայց Սետրակ, Միսակ, Աբեդնագով գրագի մեջ նկացին եւ սկսան քալել եւ իրենց երկերուն գաբերը կակվեցավ եւ 3 հոգի նետեց թագավորը ներսը եւ տեսավ որ 4 հոգի գքալե անոնց այդ գրագին մեջ։ Գրագի աստեցությունը գոյություն չունի Սետրագին, Միսագին, Աբեդնագովին վրան Աստծո շնորհքով, որովհետեւ շնորհքը իրենց հետ էր եւ գքալեր իրենց կովեն։ Նաբուկոդոնոսոր թագավոր եւ իր բալադին վրա գջեմեր եւ ինքզինքը մեծ մարդ մգարձեց, մեծ անձնավորություն մգարձեց, իր բադիվը բռնվեցավ եւ գնաց եւ Աստված հանդիմանեց զինքը ու դրավ 4 կոդանիներուն հետ, որ խոդ ուդե, մինչեւ որ 7 տարի անցնի վրան եւ իր խելքը գլուխը կա, Աստված շնորհ կրավ իրեն, որ իր խելքը գլուխը կա եւ երկրպագի այն Աստվածը, որ երկինք եւ երկիրը ստեղծեց, եւ այն շնորհքին համար իրեն իդ բալատ դարին եւ իր թագավորական աթորը դվին եւ հատկեց վերջը սկսավ զասված փառավորել եւ շնորհակալություն հայտնել Աստծո եւ ջանցավ թե ով է Աստված։ Պետրոս շնորհք ունեցավ։ Պետրոսը բռնեցին եւ փանդը դրին ու գաբեցին եւ պիտի թադաբարդեին իրեն։ Երկինքան Աստված հրեշտակ մղրգեց, ըսավ Պետրոսին գաբերը կակե շղթաները տող վերլան եւ դուրս անեպանդե։ Պետրոսը գարձեց, որ դեսիլ կդեսնե, հրեշտակ եկավ, հրեշտակերեն ինչ որ ըսավ անիգա արավ։ Պետրոսին շղթաները ցերկեն կեդին ինգան, ոտնագաբերը կակվեցավ եւ սկսավ քալել եւ հրեշտակը կնաց փանդին թուրնալ բացավ եւ Պետրոս ազատ արձակվեցավ դերոջի շնորհքով փանդեն, որբեսի դարազե դերոջի խոսքը բոլոր քաղաքներու մեջ։ Ուրիշ մեկն ալ մեծ շնորհքով քերեզմանեն դուրս ելավ։ Ղազարոսը մեռավ։ Հիվանդեր մեռավ։ Քույրի երբ Հիսուսը տեսավ, վարդապետը սավետը հոսլ լայեր իմ եղբայրս չեր մեռներ։ Հիսուսը սավուր տրածեք, սավ դերեմ արդեն 4 հորա մեռած բիդելա։ Մարիամ հույս չուներ, որ Ղազարոսը քերեզմանեն դուրս պիտելներ։ Եվ պիտի Աստված ցույց պիտար Ղազարոսին վրա ունեցած շնորհքը Աստծո կողմանը, որ քերեզմանեն դուրս պիտելներ Ղազարոսը եւ Հիսուս գնաց քերեզմանը եւ խնդրեց իր հորմեն եւ Ղազարոսը քերեզմանեն 4 հորա քերեզմանեն դուրս ելավ Աստծո շնորհքով եւ քալելով քերեզմանեն դուրս ելավ։ Ուրիշ ով պատմեմ այսպես, հոսպիտը հասնիմ 7-րդին։ Մեկը անավադի մեջ կկալեր եւ ավազակներուն ցերքի ինգավ։ Գողոպտվեցավ, ձեզվեցավ եւ այլևս հոն եթե մնար հոն իր մահկանացուն պիտի գնկեր։ Երկու հոգի անցան արջևեն, նայեցան, գրնակ դարձան եւ կացին։ Վերջը Սամարացի մի եկավ։ Սամարացին տեսավ մարդուն, վաճառական մներ, գնաց, օգնեց։ Իր ունեցած վերքը փամ մտապեց վրան, կինին տապեց մակրեց, կապեց եւ իրեն ավանագին վրա տնելով դարավ բանտոկմա։ Բանտոկը տանել են վերջ,
բանտոգաբեդին ասավ, եթե եսավ ավելի օր պետք է որ գնա բժշկության համար, իրեն գեցուր, ես վերադարձիս կեզի կհադուցանեմ ինչ որ տունանոր վրա ծախսել։ Որուն շնորհքն էր։ Աստծո շնորհքն էր այդ ինգած վիրավորին բամոհոս դառնանք մեր աչքերը դարձնենք մեզի, մենք մեզի։ Արդյոք մենք մեր կյանքի ընթացքին այդ մարդուն պես չենք վիրավորված։ Եթե թանագով չեն հարցակեցան վրանից խոսքով փճացուցին մեզի եւ փրեցին կեդին։ Նկատի չառնելով մեր խոսքերը, նկատի չառնելով մեր ներկայությունը եւ մահկանացունից պիտի գնկայենք մեր հուսահատության մեջ։ Եվ Փարիս ամարացին Քրիստոս եկավ ասավ ելիր զավակս ես քեզի համար դուն մը պատրաստած եմ բանտոք չէ իմ դունս որ քեզի պիտի դամ ես քեզի երտնային դուն մը պատրաստած եմ անոր համար է որ դուն գաբրիս այս աշխարհի վրա եւ Հիսուս այսօր քեզի եւ քո կյանքից շնորհք մի եկած է որ քո բոլոր ամենանձանր վիճակիդ մեջ հուսահատություն Մենք մեր կյանքին մեջ ապրած ադենից ամեն ադեն հուսահատությունը մեր տրանքովն է։ Նեղությունները մեր տրանքովն են, տրան ետևը չեն, տրան արջևն են։ Մեմնա գտեսնես նեղությունը, անհանգստությունը, ընտանեկան անհանգստությունը, բարեկամական անհանգստությունը, հեռացանի վրա անհանգստությունը, գործի մեջ անհանգստությունը, դարավանքը, ցավը Ինչպես մի դասատվին գաս վիճակեն, այս ճապնեղության ես չի մատնված, օրինակ կսեմ։ Եվ Հիսուս, երբ որ Հիսուսի գերտաս, ես քեզի օգնեմ։ Ոս բատմությունը բիդի բատմեմ։ Ֆրանսայի մեջ տարիմը սով եղավ։ Քյուրը մեջ մեծը հարուստ մգար։ Ուզեց, որ իր քյուրին մեջ եղող աղքատ բադանիներուն հաց դա, որ գրնան ուդել այս սովի ժամանակ։ Եվ կնաց ընդրեց 20 հատ եւ այս բադանիները հրավիրեց իրեն դունը եւ ասավ այս զամբուղին մեջ 20 հատ հաց բիդելլա, ամեն մարդ պիտի կա եւ այս զամբուղեն իրեն հաց բիդարնե եւ բիդի երտա։ Ուրեմն հացը եկավ, ապսվրված հացը տրվեցավ զամբուղին վրան քիչ մանտին դունեն։ Այս բադանիները եկան եւ 20 հատ հացը առնել ուրախությունով եւ ամեն մարդ ուզեր որ որևէ հացին ամեն մեկ հաց տարբեր տեսակ չափեր էին, ամեն մարդ ուզեր որ ամենամեծ չափը առներ։ Ուրեմն այդ պատանիները արին եւ աղջնակ մգար Ֆրանցիսկա անունով սպասեց մինչեւ որ բոլորը արին իրենցիները եւ այս աղջնակը կնաց համեստ կերպով վերջին հացը արավ որ վերջին հացն էր զամբուղին մեջը եւ ամենան փոքր հացն էր հացը արավ կնաց այս հարուստ մարդուն արջև ցերկը արավ դասդարեգան երգեսե պատմությունը ցերկը համբուրեց գլխուն դրավ զնրատրեց այս մարդուն արծևը շնորհակալություն հայտնեց եւ գնաց այս մարդը շատ աստվեցա եւ ամեն բադայներում եկան եւ հացարին ասին որ ամեն օր պիտի կաք ասին ժամուն եւ փուրփուրաբեն փուրեն հացը գուկա բիդարնեք ծեր հացերը եւ բիդի երտակ Հաջորդ օրը նորեն եկան այս բոլորը եւ աղջիկնակն ալ եկավ Ֆրանցիսկա անունով ամեն բադանիները արին իրենց հացը եւ վերջին հացը մնացած էր որ ավելի փոքր էր ադաղջնակը այդ հացը արավ շնորհակալության համար նորեն գնաց մարդունքով զրատրեց ցերկը համբուրեց գլխուն դրավ եւ գնաց մի քանի վայրկյաններ վերջ Այս աղջնակը ետ վերադարձավ, որովհետև գնաց դուն
եւ այդ հացը իր մորի հետ պիտի բաժնեկցեր հացը գդրեց եւ դեսավ որ մեջը արզատներ կան տրամներ կան հացին մեջը մայրը սավախճիգս ասոր մեծ խալփամը լալու է կնա այս մարտունս է որ այս հացեն ասիելավ ուրեմն իդ կվերադարձնեմ այս հացը քանի որ մեջիները մեզի չի պատկանի ինչպես եղել այս մեկը աղջիկը գտանի այս բادرված հացը եւ իր բոլոր արզատեղեն տրամները այս մարտը երբ որ գտեսնա որ աղջնակը վերադարձավ գուկայերեն գսե այսպես է գատությունը այս մարտը գսե երեն ես երեք դեսա որ դու ամենան փոքր հաց արիր եւ իմ սրդիս մեծ ուրախություն թրիր երբ որ շնորհակալություն հայտնեցիր ինձի այս հացին համար եկար եւ ցերկս արիր անոր համար ես այդ հացը ամենան փոքրը է այսօր եւ մեջ այդ տրամը թրի որբեսի տուն եւ կունդանիկդ կրնակ ապրիլ այս սովամահոտյանադեն այսօր տուն եւ ես երբեմն սովամահ չենք սովամահ ենք բարեկամության սովամահ ենք սիրո սովամահ ենք ծառայության սովամահ ենք ծառայության հուսահատություն ունենք ինչպես պիտի ասկեց դուրս ելենք ամենան փոքր հավատքով Եկուր Հիսուս Քրիստոսի եւ անոր շնորհքը թողկա քո վրա որբեսի անոր շնորհքով դու կարողանաս այդ բոլոր բաներեն դուրս ելնել Հիմա պիտի գարտամ Եփեսացիս երկրորդ գլուխ 8-9 համարները Եփեսացիս երկրորդ գլուխ 8-9 համարները որ հետևյալը գարցնակրե Վասնզի շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով եւ այս ոչ թե ցեզմե է, հաբա Աստծո բարգևն է։ Ոչ թե կորձերեն, որ մեկը չբարձենա, վասնզի մենք անոր ցերակորձն ենք Քրիստոս Հիսուսով ստեղծված բարի կորձերու համար, Աստված նախաբես պատրաստեց մեզ, որբեսի անոնց մեջ գալենք։ Մեր նպատակը այս աշխարհի վրա ապրելու համար ինչ է, անգամ եւս կարտամ։ Ամեն անձնավորություն, որ այս աշխարհի վրա գծնի, նպատակի համար գծնի եւ հոս արցանակրված է այդ նպատակը, անգամ եւս պիտի գարտա։ Վասնզի շնորհքով փրկված եք դուք հավատքի միջոցով եւ այս ոչ թե ցեզմեի, հաբա Աստծո բարգևն է, առաջինն է ասիկա։ Մենք այս աշխարհի վրա ծնած ենք, որովհետեւ մենք փրկությունը ստանանք Աստծո բարգևով։ Ոչ թե կորձերեն, որ մեկը չբարձենա, կորձերեն չէ։ Այսինքն ես այսպես եմ, ես կփրկվեմ, ես ասանք լավությունն եմ կփրկվեմ, ես ասա փողդամն է դաջար եկեղեցին կամ ասոր ձերանոցին ես կվատ կես բան կոյություն չունի։ Դերոջը ողորմությունովն է մեր փրկությունը։ Ոչ թե կորձերեն, որ մեկը չբարձի, ինքնին մեկը չի գրնա ցցնել փրկության համար, քանի որ փրկությունը միան Աստծո է։ Բասնսի մենք անոր ցերակորձն ենք Քրիստոս Հիսուսով ստեղծված բարի կորձերու համար Աստված նախաբես պատրաստեց մեզ որբեսի անոնց մեջ քալենք Աստծո մեզի պատրաստությունն է որ իրեն հավատքին մեջ քալենք այս աշխարհի վրա հավատքով եւ շնորհքով Բնիկարտամ երկրորդ Կորինթացից 13-րդ գլուխ 7-10 համարները Երկրորդ Կորինթացից 13-րդ գլուխ
70 համարներ։ Նայեցեք Բողոսարակյալ ինչ կխոսի։ Որպեսի չլա, որ ես հբարդանամ խիստ շատ հայտնություններու համար։ Բողոսարակյալ շատ բաներ կրեց։ Եվ ոսկարդահայտեն իրեն եւ գսե որպեսի չլա, որ ես հբարդանամ խիստ շատ հայտնություններու համար, ինձի մարմնի խայթոցը դրվեցավ սատանայի ռեշտակը զիս նեղելու համար, որպեսի չլա թե հբարդանամ։ Գարցնակրե Բողոսարակյալ։ Սատանայի ռեշտակը նեղություն ուտագորեն, որպեսի ինքը չի հբարդանա, որ բան մգնե որսելով։ Ասոր համար 3 անգամ աղաչեցի դերոջը, գաղութը Աստծո, որպեսի այդ սատանան անդերեն վերցնե, որ Աստված կարող է վերցնել։ Եվ նայեցեք Աստված ինչ կպատասխանե։ Ասոր համար 3 անգամ աղաչեցի դերոջը, որ մեկտին է ինձ մե այդ սատանան։ Ու սավ ինձի իմ շնորհքս հերիք է քեզի Բողոս, վասնզի իմ զորությունս դգարությանդ մեջ կգադարվի։ Ուստի մեծ հոժարությամբ ավելի իմ դգարություններուս վրա պիտի բարձրանամ, որպեսի Քրիստոսի զորությունը իմ վրա հանգչի։ Ուրեմն կյանքի մեջ որ նեղություններ ունենանք, անիկա մեզի օրհնություն մնե, որովհետև Աստված մեզ պիտի իր զորությունով մեզի պիտի ազատ անբերե։ Մենք զինքը պիտի տեսնենք մեր նեղություններու մեջ եւ մենք պիտի ազատվենք այդ նեղություններեն, որպեսի հբարդություն ո մեկ բամը չունենանք մեր լավ գործերուն համար, որ գնենք այս աշխարհի վրա։ Անոր համար համացանած եմ դգարություններու, նախադինքներու, դարաբանքներու, հալածանքներու եւ նեղություններու Քրիստոսի համար, վասնզի երբ կդգարանամ, այն ադեն զորավոր եմ։ Ասի է պատասխանը։ Երբ որ խորիս որ դգար ես, պետք է գիտնաս որ տուն զորավոր ես Քրիստոսով։ Տուն դգար ես, քանի որ դերը գուզե որ տուն ատ խորհուրդ ունենաս, բայց տուն զորավոր ես, որտեղ ինքը քեզի է դե, ոչ թե որ տուն ատ կարողություն ունիս կնես։ Դերոջը զորությունը որ քեզի գուտա որբեսի տուն ատ կորձը կնասն։ Անի իր շնորհքն է։ Եբրայեցիս 4-րդ գլուխ 15-ն 16 համարները։ Ասոնք բոլորը շնորհքի վրա գախյալ համարներ են, որոնք գրնան հետաքրքիրը լալ մեր կյանքի մեջ թե ինչ կբադահի եւ Աստված ինչպես մեզ հատկեց կազադե եւ շնորհքովը մեզի կփրկե։ Եբրայեցիս 4-րդ գլուխ 15-ն 16։ Քանզի ոչ թե այնպեսի քահանայապետ մունինք, որ կարող չլա մեր դգարություններուն գարեգից լալ, ապա ինք ամեն գերբով փորձը արած է մեզի նման, բայց առանց մեղքի, ուստի ալ համարձակությունով մոդենանք շնորհած աթորին, որբեսի ողորմություն ընդունենք ու շնորհ գտնենք պետք եղած ադեն մեզի օգնելու։ Հրաշալի համար մնե որ Աստված մեզ գուզե սորվեցնել այսօր։ Ուրեմն 14-րդ համարն դա մեկ մակամերս պիտի գարտամ այս համարները։ Արդ մենք որ մեծ քահանայապետ մունինք երկինքը կացած Հիսուս Աստծո որդին ամուր բռնենք մեր թավանությունը։ Առաջին օրհնություն, առաջին հրահանգ։ Ուրեմն մենք մեծ քահանայապետ մունինք, ով է այդ քահանայապետը Հիսուս է, Աստծո որդին է, որ երկինքի մեջ է։ Քանզի ոչ թե այնպեսի քահանայապետ մունինք, որ կարող չլա մեր դգարություններուն գարեգից լալ, ապա ինք ամեն գերբով փորձը արած է մեզի նման, բայց առանց մեղքի։ Հիսուս աշխարհ եկավ այդ բոլոր փորձություններն անցավ, որովհետեւ մեզի գրնա այդ բոլոր փորձություններն ազատել։ Ադեգա փասադրածը։ Ուստի ալ համարձակությունով մոդենանք, ուրեմն շնորհած աթորին, համարձակությունով պիտի մոդենանք շնորհած աթորին։ Շնորհքի, որուն աթորն է շնորհքը, դերոջը աթորն է։ Դերոջը երկնային տակավորությունը շնորհք մնե, որ մեզի դրված է իր մեզի համար այս աշխարհի մեջ։ Որբեսի ողորմություն ընդունենք ու շնորհք գտնենք պետք եղածադեն մեզի օգնելու համար։ Օրհնյալը լա դերոջը մաղթանքը եւ օրհնությունը։ Եվ հիմա պիտի գարտամ Ավետարանս Հովաննու առաջին գլուխ 14-ն 17-ը։ Հովաննու առաջին գլուխ Ավետարանս Հովաննու առաջին գլուխ 14
14-ն 17-ը Փանը մարմին եղավ ու մեր մեջ բնակեցավ, Հիսուսի համար է խոսքը, և անոր փառքը տեսանք հորմեն միազնի փառքի պես, շնորհքով ու ճշմարտությունով լեցուն, ու ճշմարտությունով լեցուն, Հովհաննես վկայեց անոր համար և աղաղեց ասելով, ասիկա է, որուն համար գսեի, ան որ իմ հետևես կուկա, ինձ մե առաջ եղավ, վասնզի ինձ մե առաջ էր, ուրեմն ան որ կուկա, Հովհաննես կվկայե, գսե Հիսուս ինձ մե առաջ եղած է, Եվ անոր լեցունը տենեն մենք ամենքը շնորհք արինք շնորհքի դեղ, վասնզի օրենքը Մովսեսի ցերկով դրվեցավ, բայց շնորհքը եւ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի ցերկով եղավ, մեկ երբեք Աստված դեցած չէ, բայց միածին որդին, որ հորը ծոցն է, անիկա պատմեց։ Մենք երկինքեն Հիսուս եկավ աշխարհ եւ պատմեց իր հորը մասին, եւ ինքն է մեր խաղաղության Աստվածը, շնորհքի Աստվածը, որ աս աշխարհի վրա մեզի գողորմի եւ մեր խնդրանքները, աղոթները կպատասխանե։ Հիմա պիտի գարտամ Դիդոս 2-րդ գլուխ 11-րդ համարեն։ Դիդոս Դիդոսը բզդի կիրք մնե բայց մեծ խոսքեր ունի Դիդոս 2-րդ գլուխ 11-րդ համարեն 14 համար Քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդոց երևցավ Աստծո փրկարար ինչը շնորհքը անմեզ գխրադե որբեսի անպարստություն ու աշխարհային ցանկություններն ուրանանք եւ սկաստությունով ու արդարությունով եւ բարեպաշտությունով ապրենք այս աշխարհին մեջ ու սպասենք այն երջանիկ հույսին եւ մեծ Աստծո ու մեր Փրկին Հիսուս Քրիստոսի փառքին հայտնվելուն Անիր անցը մեզի համար դվավ, որբեսի մեզ ամեն անօրենութենե ազատե ու մակրե իրեն սեփական ժողովուրդն է բարի գործերու նախանցախնդիր։ Այդ բաները ասե եւ որդորե ու անտիմանե սաստելով չլա թե մեկը քեզ անարգե։ Մեկը վրա տոչի խնդա է պորտուն խոսես Հիսուսի մասին։ Քանի որ եթե մեկը գխնդա քու վրա քանի որ տուն Հիսուսի մասին գխոսիս Ոյ մեկ ադեն, գրնա կեզի դեսնել, գրնա ցայնդ լսել, գրնա դեղամը փամը բատմեն եւ վրատ խնդա, եւ որ քու վրատ կխնդա Հիսուսի մասին խոսիս սելով, կիծած եղիր որ քու վրատ չէ որ կխնդա։ Երգինք եւ երգիր ստեղծողին վրա կխնդա։ Ան որ վրատ կխնդա Հիսուսի խոսակցության ադեն, թուն կիծած եղիր որ անեգա աստվածային բադիժ կգրե, որովհետեւ կխնդա Աստծո վրա, անգամ ես վիդի գարտամ այս աստվածը լավ մտի գնենք։ Դիդոս 2-րդ գլուխ 11-րդ համարեն Քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդոց երևցավ Անմեզ գխրադե որբեսի անպարստություն ու աշխարհային ցանկությունները ուրանանք եւ ըսկաստությունով ու արդարությունով բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ Այս աշխարհի մեջ մենք այսպես պիտի ապրենք ասիկա դերոջի շնորհքն է որ մենք այսպես պետք է ապրենք մեզի խոստացած է որ ասած է որ այսպես ապրենք անպարստություն աշխարհային ցանկություն պետք է ուրանանք ըսկաստությունով ու արդարությունով բարեպաշտությունով ապրենք այս աշխարհի մեջ եւ ապրելես վերջը այսպես սպասենք այն երջանիկ հույսին որ մեծ Աստծո ու մեր Փրկին Հիսուս Քրիստոսի փառքին հայտնվելուն Երբ է Հիսուս Քրիստոսի փառքը հայտնվելուն ադենը Հիսուս երկրորդ գալուստն է ուրեմն Աստված գուզե որ մենք այդ ժամանակին համար պատրաստվենք այս ցևով այս աշխարհի վրա ապրելու Անիր անցը մեզի համար դվա որբեսի մեզ ամեն անօրենութենե ազատե ու մակրե իրեն սեփական ժողովուրդն է բարի գործերու նախանցախնդիր
Բարի գործեր ունելու նախանցախնդիր պետք է լանք մենք բոլորս։ Ան որ ծառայության հոգին չունի, պետք է աղոթենք, որ ծառայության հոգի դա Աստված իրեն։ Եթե ծառայության հոգի չունի, կնշանակե սեր չունի Աստծո հանդեպ։ Եվ ցավալի է, որ այս օրերը շատ կտեսնենք այդ։ Ես անիկա ով է, որ ես իրեն պիտի ծառայեմ։ Գնա եղբայր ադիգա այսպես պետք ունի եւ այլն։ Օ ժամանակ չունիմ անոր, դրամ չունիմ ծախսելու վրան։ Դուք մեկա թնդրեցեք, տեսեք, փորձեցեք մարդիկը։ Եվ պիտի տեսնեք, որ ընտանիքի անդամներս պիտի չնեն իրարու ծառայություն։ Բայց երբ որ գտնես դրամները սյանին վրան, այնադեմ դրամները գառնեն եւ ամիջապես գնեն ծառայությունը։ Ոչ թե որ քեզ համար են ծառայությունը, դրամին համար գնեն ծառայությունը։ Բայց Աստվածարանք չսեր, գսե որ արդարությունով եւ բարեպաշտությունով աբրիկ այս աշխարհի վրա։ Ու սպասենք այն երջանիկ հույսին եւ մեծ Աստծո ու մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փառքին հայտնվելուն։ Ան իր անձը մեզի համար դվավ։ Հիմա հոս ցույց կտա, որ Աստված ինչպես ինքը զոհեց իր աշխարհ քալը, եթե մեկ աշխարհ պետք չկար, մեզի համար անյալ Հիսուսն էր։ Ինչ պետք ուներ կալու։ Մենք խորդեցի, կացեք մերեք սեր մեղքին մեջ, կացեք վարեք սատանային հետ միասին։ Ինչ պետք կգար փրկելու։ Երկնային թակավորության մեջ իրենց արդեն երկնային թակավորության մեջ գաբրեին բոլորը մեկ ռեշտակներով միասին։ Ինչ պետք ունեն մեղավոր մարդկության հետևեն ինալու։ Բայց քանի որ Աստված իր բապկերին եւ իր գերբարանքին համար շինեց մարդը, սիրեց մարդը, քանի որ ինքը շինեց, ինչպես որ դու զավակդ կսիրես, անյալ մեզի սիրեց, անշուշտ իր սերը շատ ավելի մեծ է, մենք մեր զավակներուն համար չենք մեռնի, բայց ինքը մեզի համար մեռավ, ուրեմն ցույց կտա, որ իր ծառայությունը, որ աշխարհ եկավ, անչափ մեծ է ածարայությունը եւ մեզի ամենք բամը շիդվին գերեն որ ինքը մեզին այդպես ծրի եկավ մենք դրամ մեջ մեկը չի վճարեց Աստծո ոսելով որ աշխարհի որպես մեզ բրգես անիր անցը մեզի համար դվավ որբեսի մեզ ամեն անորութենը ազատե ու մակրե ամեն անորենութենը մակրե ու ազատե ուրեմն ինչ կա անորեն մգա որ մեզի անորենություն պիտի սորվեցնի եւ անորենությունն է բիդա ատկես ատատելու համար ինչ որ Բողոս արաքելաղոթեց որբեսի իրեն սեփական ժողովուրդն է բարի գործերու նախանձախնդրությամբ սեփական ժողովուրդ ինչ կնշանակե սեփական ժողովուրդ երկու վարյան խոսի սեփականություն կնշանակե դու ինձ կպատկանես բայց դու ինձ կպատկանես ոչ թե որ ես քեզ ծախո արերը մսելով դու ինձ կպատկանես Ես քեզի չեմ ստիվեր որ դու ինձ ելլաս բայց ես քեզի գծսեն իմ սերս որ դու կարողանաս հասկանալ իմ սերս եւ դու ատկեցվեր դու բիդուզես ինձի սեփական ժողովուրդը լա ասի է դարբերություն Ոյ մեկը ստիբելով ուրիշ մեկուն չի գրնար ստիբել որ այսպես է ինչ նույնն է Աստված ինձ այնպես մսեր ծուցուց երկինքեն կալով որ ես անոր ողորմությունով անոր շնորհքով փրկություն բիդստանամ եւ իրեն հետ ապրելու առանձնաշնորհումը բիդոնանամ երկնքի թակավորության մեջ եւ թվական չի գա ինձ համար ապրելու հավիդյան է եւ բարի գործեր բիդնեմ եւ նախանցախնդիր բիդլամ այդ բարի գործեր անելու որովհետեւ ծառայություն գրնան գնել իր парքին համար եւ վերջին համարը բիդլա առաջին Կորինթացիս Առաջին Կորինթացիս 15-րդ գլուխ եւ 10-րդ համար Ինեմ բիդի գարտամ Առաջին Կորինթացիս 15-րդ գլուխ 9-րդ համար Վասնզի ես արաքյալներուն ամենեն հետինն եմ որ արժանի ալչեմ արաքյարսվելու վասնզի Աստծո եկեղեցին հալածեցի ասի հալածոն էր եկեղեցիները հալածեց մարդաս եւ սպանեց եւ հիմա գսե 10-րդ համարը միայն թե Աստծո շնորհքով եմ ինչ որ եմ ու անոր շնորհքը որ իմ վրաս է բարապան մչեղա վասն ես անոնց վրա ամենեն ավելի աշխատեցա ոչ թե ես հաբա Աստծո շնորհքը որ ինձ հետ էր ուստի եթե ես եւ դու Ուստի թե ես եւ թե անոնք այսպես կկարողանք ու դուք այսպես հավատացեք արժանի չեմ բայց անոր շնորհքով եմ ինչ որ եմ եւ անոր շնորհքը
որ իմ վրաս է բարապ բան մչեղավ, ես անոնց վրա ամենեն ավելի աշխատեցավ, ոչ թե ես, հաբա Աստծո շնորհքը։ Աստծո շնորհքը աշխատեցավ Պողոս առաքյալին վրա։ Այսօր Աստծո շնորհքը կաշխատի մեր վրան։ Ուրեմն հետևյալ ցեվով փակենք։ Դերը օրհնե մեզ բոլորս։ Զորացնե մեզ իր ներկայությունով։ Խնդրենք Դերը մեր կյանքին մեջ ամեն օր, որ կարողանա մեզ առաջնորդել իր Սուրբ Հոգիով, հավատարիմ պահելու իր խոսքին մեջ, իր ճշմարտությանը մեջ, եւ իր շնորհքին մեծությունով մեզ հաստատե իր խոսքին մեջ, որովհետեւ կարողանանք դեսնել երկրորդ գալուստը ու երկնային թագավորության մեջ անցնենք իր շնորհքով։ Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքի կփրկե իր շնորհքով։ Դերը օրհնեցես եւ բահեցես մինչեւ հաջորդ հանդիպում։ Praise the Lord.